Եվ այդ մարդը օտարերկրյա հատուկ չգիտեմ էլ ինչ կոչում ունի, սերժանտա, լեյտենանտա, ավագ լեյտենանտա, թե ինչա, եկել է ուզում է հավակնում է, որ առաջնորդի Հայաստանի Հանրապետությունը։ Էլ չեմ ասում ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ պատգամավորի տեխնացու կարող լինի, ոչ վարչապետի տեխնացու լինի։ Էլ չեմ ասում, որ մենք ինչպես խոստացել ենք, հեծը մենք այսօր վերադարձրել ենք պետությանը եւ վերադարձել ենք կոպեկներով սեփականաշնորհված եղել քիչ չի։ Հիմա ինչա պարզվում։ Պարզվում մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող են գրել։ Մանկապարտեզի վրա ավել հոսանքի փող են գրել դրե գրպանները։ Զորամասի մեր բանակի, մենք կոպեկ ենք անում մեր բանակի կարիքները հոգալու, այդ մարդիկ մեր բանակի վրա ավել հոսանքի փող են գրել եւ այդ փողը դրել են իրանց գրպանները։ Իրանց կլանի անդամ շարքային տեսուչներ կան հոսանքի, նորա բացահայտվել մի շաբաթ առաջ։ Երևանում 11 հատ բնակարան ունի, 11 հատ բնակարան, եւ այդ մարդիկ խոսում են բարեգործության մասին, այդ մարդիկ գող են, այդ մարդիկ թալանչի են, եւ այդ վնգունը դուրս է գալիս, որովհետեւ ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները։ Եվ հեղափոխությունից հետո 6 մոտավորապես տարբեր 8 միլիարդ դոլար մենք դրել ենք Հայաստանի, իրանց գրպաններից հանել ենք եւ դրել ենք Հայաստանի Հանրապետության կարիքների համար։ Եվ ես ուրիշ բանից եմ ներվայնանում, ժողովուրդ ջան, որ այսքան սարքել ենք, բայց հələ այնքան սարքելու բան կա, որովհետև իրանք այնքան են թալանել, որ 8 տարի է վերադարձնում ենք, դե ծերը չի երևում, բայց մենք այս ճանապարհով գնալու ենք մինչև վերջ, եւ ինչպես ասել եմ, Սերժին, Ռոբերտին եւ Կալուգացուն եւ բանին, Գագոին, ոնց որ իրանք եղել են երկու բոթասի մակարդակի, մենք իրար հետ իրանց պետք է հացնենք երկու բոթասի մակարդակի, որ իրանք երկու բոթասով յոլակ գնան եւ դալին իրանց բարեկեցության բարձրակետը։ Ավելին ասեմ, մենք վերջերս Կոտայքի նախկին մարզպետ Գագիկի Փեսա, Կարապետ Գուլոյանի դղյակը վերադարձրել ենք, բռնագրավել ենք, հիմա դա պետական է, հիմա դա իրանց է չի, հիմա ձերն է ժողովրդի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, բայց առաջիկայում շատ ավելի մեծ իրադարձություններ են սպասվում։ Ինչպես ես 2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ խոստացա, որ Հայաստանի Հանրապետությունը բաժնեմաց կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ դա արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին հունիսին ասցի, սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցավ։ Եվ իմիջայլոց 2018 թվականից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավել փող է վճարել պետական բյուջե, 300 միլիարդ, այդ փողերով է, որ մենք առողջության ապահովագրություն ենք անում, այդ փողերով է, որ մենք թոշակ ենք բարձրացնում։